բնակիչներ, խնդրեմ պարոն Նազարյան։ Սա շատ կարևոր հարց է եւ մենք պետք է մեր հայրենակիցներին հնարավորին չափ մանրակրկիտ պարզաբանենք, թե ինչու են գնում այս քայլին։ Գնում ենք այս քայլին, որովհետեւ մեր ժողովուրդը հանգամանքների բերումով, դժբախտությունների բերումով սփռված է աշխարհով մեկ եւ որոշ երկրներում ունի շատ մեծ բնակչություն։ Ունենալով շատ մեծ բնակչություն, բնականաբար այդ մարդիկ գտնվում են այս կամ այն խոշոր բիզնես եւ այլ շահերի ազդեցության տակ։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այստեղ ծնված, այստեղ անդադար ապրող մարդ, ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից, որովհետև ես չեմ ուզում, որ X մարդը, որը ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, անձնագիր եւ չգիտես ինչու, օրինակ ես մեկին գիտեմ 91 թվականից մինչև 2026 թվականը Հայաստանում եղել է մեկ անգամ, այն էլ անձնագիրը փոխելու համար, այդ մարդը որոշի, թե ես, իմ երեխաները, իմ թոռները Հայաստանում ինչպես պետք է ապրեն։ Մենք, երբ որ մեկ ուզում է պատգամավոր դառնալ, ինչ-որ չափանիշներ ենք դնում, ասում ենք դու մինչև այսքան պետք է Հայաստանում բնակված լինես, այլ երկրի քաղաքացիություն պետք է չունենաս եւ դա շատ ճիշտ է։ Բայց ընտրելու դեպքում ինչու ենք այսքան ազատ եղել։ Մենք այն երկիրն ենք, որը ունի դրսում ապրող շատ մեծ բնակչություն։ Ես որևէ մեկին չեմ ուզում նեղացնել, բայց եթե ինչ-որ մեկը նեղ սրտում է այս փոփոխություններից, թող վերադառնան Հայաստան, ապրեն ու պատրաստվեն մյուս ընտրություններին։ Ես նկատի չունեմ Հայաստանի ապրող եւ գործի բերումով, առողջության բերումով, ուսման բերումով արտերկրում գտնվող մարդկանց, ոչ։ Ես նկատի ունեմ այն մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով, օրինակ 90-ականների կեսերին չցանկանալով կրել դժվարություններ, գնացել են արտերկիր ու մոռացել են այս երկրի մասին եւ հանկարծ ինչ-որ մի բանի հիշում են եւ ուզում են գան քվեարկել։ Մենք պետք է այդ մարդկանց թողնենք քվեարկել, իհարկե ոչ։ Մենք պետք է ավելի խիստ լինենք։ Մենք պետք է օրենսդրական փոփոխություններ անենք եւ այդ մարդկանց, ովքեր տասնամյակներով բացակայում են, ընտրական ցուցակներից ուղղակի հանել։ Ես այդ առաջարկը դեռ 21-22 թվականին եմ արել, բայց դե բան չարեցին, չկարևորեցին։ Մենք եթե ուզում ենք պետություն դառնանք, այս հարցերը պետք է մենք արմատապես լուծենք, անկախ նայելով, չգիտեմ, ՄԱԿ-ի կոնվենցիայի այսինչ կետին, երկրներ կան, իրենց անվտանգությանն են նայում, նոր հետո ՄԱԿ-ի կոնվենցիաներին են նայում։ Մենք պետք է առաջնային համարենք միշտ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը, բայց վերջին ընտրություններին մեր անվտանգությունը խաթարվեց, որովհետև ինչպես մեր մի լավ տաջիկ բարեկամ ունենք, որը Հայաստանում աշխատում է, Տաջիկստանից վերադառնալուց չի իմանում ինչի մասին է խոսքը բան, եւ ուրախությամբ ասում եմ, գիտեք, մի հայ գործարար կա, հայերի համար օթանավը ձրի է սարքել, բոլորը անվճար գալիս են Հայաստան, բայց դե որ մենք տաջիկ էինք, մեզանից փողը վերցրին։ Այս երևույթներն ենք մենք տեսել, այս սրան ենք մենք բախվել, ու այս սրանից հետո մենք ոնց պիտի թողնենք, որ սենց անլուրջ վերաբերմունք լինի մեր երկրի նկատմամբ։ Սիրում նորից եմ կրկնում, սիրում եք այս երկիրը, ձեր երեխաներին նախ եւ առաջ հայերեն գրել կարդալ սովորացրեք։ Սիրում եք այս երկիրը, ձեր երեխաներին ուղարկեք գոնե զինված ուժերում ծառայեն, որ հետո նոր քննարկենք, թե չէ տենց չի լինի, դուք ապրեք ինչ-որ միտեղ, հետո գաք ասեք, գիտես, մենք թքած ունենք, թե այս երկրի պաշտպանության համար քանի հերոս զոհվեց, քանի հոգի վիրավորվեց, կարևորը մեր գործն է։ Մենք հիշում եք այն մարդուն, որ ասեց եկել եմ քվեարկեմ գնամ, բայց վաղը կարող է խառնաշփոթ լինի, այսօր էլ գնալու եմ։ Բա լավ, մենք ինքնասիրություն, ազգային, մենք անհատական ինքնասիրություն, արժանապատվություն ունենք, բա ազգային
ինչի չունենանք։ Եկեք ունենանք եւ շատ էլ մեղմ կարգավորումներ են, ուղղակի ես այդ 366-ը կառաջարկեի 365։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այլ ելույթներ, խնդրեմ։